Քրիստոս հարյավ իմերելոց, ձեզ և մեզ մեծ ավետիս։ Սիրելիներ, ընդհանրապես մեր կյանքն Աստծուց պարգև է և հարկավոր է ամեն մի օրը գնահատել, սակայն երբեմն այնքան ենք տարված լինում կենցաղային առօրեական խնդիրներով և հոգսերով, որ սկսում ենք չգնահատել այդ պարգևը։ Մտածում ենք, որ այսօր արթնացել ենք, վաղն էլ պիտի արթնանանք, մյուս օրն էլ և այսպես շարունակ, և ինչ-որ զարմանալի կամ հրաշալի գերբնական ոչինչ այստեղ չկա։ Եվ այս մտածումներով առաջնորդվելով մենք կարճ ժամանակ անց սկսում ենք չարժևորել ոչ օրը, ոչ ամիսը, ոչ տարին և այսպես շարունակ, ինչպես նաև մեր ողջ կյանքը։ Չնայած որ յուրաքանչյուր օրը յուրովի առիթ է Տիրոջը ծառայելու և Տիրոջ փառքի համար որևէ բան ձեռնարկելու։ Տերն ինքն էլ արարչագործության 7 օրերից մեկը առանձնացրեց հստակ ցույց տալու համար, որ մեկ հանգստյան օր ունենալը և Տիրոջը նվիրելը, սուրբ պահելը շատ կարևոր է։ Մեզ քրիստոնյաներիս համար այդ օրը կիրակին է կամ միաշաբաթը, որ թարգմանաբար նշանակում է Տիրոջ օր, որովհետև Քրիստոս հենց կիրակի օրը հարություն առավ։ Իսկ հրեաների համար այդ օրը շաբաթն է, որ նշանակում է հանգստի օր։ Իրենց օրենքի, իրենց մտածողության և ավանդության համաձայն իրենք պետք է պարտավորվում էին այդ օրը ոչինչ չանել, չնայած որ այս ընկալումը ժամանակի ընթացքում ծայրահեղացել էր։ Ղուկասի ավետարանից այսօրվա ընթերցումը հենց այս մասին է։ Ժողովրդապետը բարկացավ, թե ինչու Հիսուս շաբաթ օրով բուժեց և ասաց ժողովրդին. «6 օր կա, երբ արժան է գործել, այդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։ Տերը նրան պատասխանեց ասելով. «Կեղծավորներ, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի արձակում և չի տանում ջուր տալու։ Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա 18 տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ Սիրելիներ, Քրիստոս այսօրվա ընթերցման միջոցով հստակ պատգամ է տալիս ամենքիս և բացատրում, որ ոչ մի օր չի կարող պատճառ կամ խոչընդոտ հանդիսանալ մեզ բարիք գործելու համար։ Ընդհակառակը, յուրաքանչյուր առիթ հարկավոր է ձեռնարկել և ծառայեցնել այլոց կյանքը փոքր-ինչ երջանկությամբ և բարությամբ լցնելու համար։ Հետևաբար այսօրվա ընթերցումը մեզ ազատում է օրվա կապվածությունից, ասելով, որ օրն է մարդու համար և ոչ թե մարդը օրվա համար։ Մշտապես կարողանանք բարիք գործել և երբեք չնայենք, թե այսօր շաբաթվա որ օրն է, այսօր արդյոք բարիք գործելու օր է, թե ոչ, այլ կարողանանք Տիրոջ փառքի համար ծառայեցնել յուրաքանչյուր միջոց և հնարավորություն։ Աստված պահապան ամենքիս։